Առաջին հարցը պարոն Այնար Կարարաջյան իրականում է։ Շնորհակալություն։ Պարոն Կարապետյան, իդեշն հստակեցվեց ով է լինելու ձեր վարչապետի քննարկում, այդ հարցով ինչքան առանձին անհրաժեշտ է բանակցություններ ընդհանուր ընկերություն ընդհանուր եւ որ ձեր հանձնաժողովական պատմերից ասել եք, որ համագործակցություն նախկին ուժերի հետ այդ ուժերի առաջնորդների չի լինելու Սերժ Ռոբերտ Քոչարյանի, սա ենթադրում է, որ նաև իրենց թիմի ծանոթներ գրաված չեն լինելու, որովհետև տեղեկություններ կա, որ մասնավորապես Հայաստան դաշինքի որոշ պատգամավորներ ակտիվ բանակցում են մեր ձևով շարժմանել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի թիմից սահուն անձուկ կատարեն ձեր շնորհակալություն։ Առաջի հարցը վարչապետի թեկնածուի հետ կապված մենք ասել ենք, որ կներկայացնենք քաղաքական կուսակցության, քաղաքական ուժի ստեղծման հայտարարության ժամանակ եւ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Երկրորդ հարցը մենք հայտարարել ենք ուժերի հետ նախընտրական որևէ միավորման, ձեր թվարկած ուժերի հետ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցիչի հետ չեն գնա, այսինքն ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։ Բանակցություններ գնում են։ Տվյալ ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ, շատ թիմերի հետ աշխատել, գնալ առաջ եւ տեսնել, եթե կան պրոֆեսիոնալներ, իրենց ներգրավել մեր թիմ։ Իհարկե երկու նախապայմանով, ինչը ես ասեցի։ Պարոն Կարապետյան, շարունակելով նախկինների թեման, դուք գիտեք, որ նախկին իշխանությունները այս իշխանությունների համար կարծես փոքրի տանձիկ են ծառայում եւ ցանկացած նոր ձևավորվող ուժ, որը կապում է ինչ որ ձևով ապելացում է նախկինների հետ, դառնում է քննադատության տիրախ։ Հիմա գործիքերս նշեց Քոչարյան դաշինքի կողմից, Քոչարյանի դաշինքի կողմից ինչ-որ մարդկանց հետ համապատասխանությունը, ես տեսնում նաեւ Սա Սարգսյանի թիմակիցներ հենց հիմա ձեր թիմի հետ մեր ասոցիացիով մարդիկ, որ հենց հիմա ձեր շարքում են այստեղ ձեր հետևում կամ ձեր փոքր կանանց, չեք կարծում, որ այս ամիջը կարող է վնասել կամ հարվածել ձեր շարժմանը, ելի կթիրախավորեն ձեզ ապելով նախկինների հետ։ Իդեպ նմանատիպ գրառում կա, որ մարդիկ ավելի նկատել են եւ ասում են, որ գուցե մարդիկ են հատուկ ուղարկել ներդրել, ձեր մոտ կամ կարող են ուղարկել տարբեր թերերից ներդնել, որպեսզի ձեր շարժումը իրենցով անեն եւ դարձնեն էլի թիրախ։ Ու մի բան է, ես էլ լսվել ձեր հարցազրույցը Կարպիսի հետ, ու այդ կոնտեքստում ուզում եմ հարցնել, դուք որ դա իշխանության, ի վերջո գնահատական տալեք ոչ միայն այս իշխանության իր արածների համար Արցախ համատեղելու մյուս աղետաբեր երևույթների, այլ նաև նախորդ իշխանությունների անհատապես բոլոր իշխանությունների իրենց գործածների համար, որտեղ նաև այս իշխանությունը նրանց հետևանքն է, նրանց գործածների հետևանքն է։ Շնորհակալություն։ Ձեր ասած անձնավորությունը ինչ կան ես հասկանում եմ, պարոն Շիրազի հետ եք մեր Շիրազը պատերազմի մասնակից, երիտասարդ, ակտիվ մեր անդամներից է եւ իր ակտիվությամբ, իր նվիրվածությամբ մեր գաղափարն են ընդհանուր, ես կարծում եմ, որ շատերը ուրախ կլինեն տեսնել այսպիսի երիտասարդներին իրենց կազմում։ Ոչ միայն։ Պարոն Կարայանի մասին երևի կասեք, պարոն Կարայանը Դե բաց գալու կամ լավ գալու չեմ կարծում, բոլորը ունեն իրենց անցած ճանապարհը եւ բոլորը ինձ թվում է այսօր այն հանգրվանը, որ իրենք տեսնում են, նրանք տեսնում են լավագույն լուծումը Հայաստանի համար։ Կարծում եմ, որ դա շատերը կտեսնեն եւ մենք ուրախ կլինենք շատերի հետ աշխատել։ Երկրորդը գնահատական Լավ, այդ հարցին էլ ասեմ նախորդ իշխանությունների գնահատականը եւ ներկա եւ նախորդ այդ նույն հարցազրույցի ժամանակ ես թվարկել էի դրական կողմերը, կան նաեւ բացասական կողմեր, որոնց հետևանքը եղել է ինչ որ իրադարձությունները։ Դրա հետևանքների դեմ մենք պետք է կենտրոնանանք, նաեւ պայքարենք բոլոր այդ բացասական հետևանքների դեմ, ինչ մենք ունեցել ենք։
ամենամեծ բացասական հետևանքը, ամենամեծ բացասական մեր այս խնդրի պատճառը ես իհարկե տեսնում եմ մեր ընդհանուր ժողովրդի արխային ընկնելու մեջ, որ մենք առաջի Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հաղթանակը դժվարությամբ տանելուց հետո բավական հանգստացանք եւ մեր ժողովրդի բոլոր զավակները, նրանք ովքեր իշխանության մեջ էին այդ ժամանակ, նրանք ովքեր իշխանության մեջ չէին, եւ այն ակտիվ աշխատանքը չտարվեց, ինչ տարավ մեր հակառակորդը։ Այդ իսկ պատճառով մենք պետք է կենտրոնանալու ենք խնդիրների լուծման վրա, դրանով իսկ արդեն կպարզվի, թե որտեղ է ճիշտ արվել, իսկ որտեղ սխալ։ Շնորհակալ եմ, Վահե ջան։